Զինվորական ծառայությունում ամեն ինչը պարզ է, գիտես, որ քո դիրքն է, քո տեղն է, քո դիտարկման տարածքն է, ամեն ինչը արդեն կա էլի այդ ամեն ինչը, գիտես։ Իսկ Երևանի փողոցներում? Երևանի փողոցներում մի քիչ խառն է ամեն ինչը։ Վերջին րոպեները զորացրվելուց առաջ Գարիկի ընկերները այսպես էին նրան ճանապարհում։ Արցախի ու ապրիլի հուշերը դեռ միայն հեռախոսի մեջ են ու նաև աչքերի առաջ նախքան քնելը։ Ու Ռուսաստանից է, կիսական Ռուսաստանում։ Չի սիրում Գարեգին Ջոմևանում պատմել։ Կարող է երևի ինգերոջը կրանա պատմել, բայց ընձի չէ։ 16 ապրիլին ծնողները արտերկրում էին։ Բավական ուշ է հաջողվել ճշտել, որ որդու հետ ամեն ինչ նորմալ է։ Գարիկը շարքային զինվոր մասնակցել է Մարտակերտ 116-ի վերադարձմանը։ Օպերացիայից հետո գետնին խաչ է գտել, հետո հանձնել է Ռոբերտ Աբաջյանի հորը։ Գարիկի հայրը ասում է, հնարավորություն ունեցել է բանակից ազատելու, չի արել։ Եթե իմ տղաս չգնա, քո տղան չգնա, ով պիտի գնա։ Մարտի մի պահի թշնամու արկը շատ մոտ է պայթել, հարվածի ալիքը Գարիկին շպրտել է։ Նրան ուշքի են բերել ու դրանից հետո անգամ հրաժարվել է գնալ բուժկետ։ Ընկերներիս համար, սաղի համար, մեր համար բոլորիս, ընկերներիս, ծնողներիս, հարազատներիս, մեր հողի համար։ Հիմա սովները շնորհավորեցին, ես ուրախ զգացի։ Արցախի նախագահի հրամանագրով Մոսկվա բնակ բարերար Սերգեյ Համբարսումյանի նվիրած մեքենան այսօր չի վրիպել ճանապարհային ոստիկանության ուշադրությունից։ Դեռ գրանցված չէ, ժամկետն էլ անցել է, պատմում է Գարիկը։ Ոստիկանները հարցրել են իմացել պատմությունը։ Էլ բան չասեցին, ձեռը սխմեցին, շնորհավորեցին։ Ասեցին, որ շատ ուրախ էին, որ մենք հանդիպեցինք եւ բարի ճանապարհ մաղթեցին։ Արթուր Գրիգորյան, Էդգար Դավթյան, օրակարգ։